Բարև ձեզ, ես ուրոլոգ Հայկ Ազիվի Անտոնյանն եմ եւ այսօր կխոսեմ ֆիմոզի մասին։ Ֆիմոզը ծայրային թլիպի նեղացումն է, որի ժամանակ դժվարացած է կամ անհնար է լինում առնանդամի գլխիկի մերկացումը։ Ֆիմոզը կարող է լինել բնածին եւ ձեռքբերովի։ Բնածին ֆիմոզների մեծ մասը մինչեւ 3 տարեկան հասակը ինքնուրույն վերանում է եւ ընդամենը մինչեւ 1%-ն է, որ հասնում է մինչեւ սեռահասուն տարիքի։ Իսկ որոնք են ձեռքբերովի ֆիմոզի առաջացման պատճառները։ Ձեռքբերովի ֆիմոզ առաջանում է առնանդամի գլխիկի բորբոքման, սեռավարակների, ծայրային թլիպի տրավմայի, մաշկային հիվանդությունների, ինչպես նաև շաքարային դիաբետի ժամանակ։ Ինչ բարդություններ կարող է առաջացնել ֆիմոզը։ Այն կարող է բերել քրոնիկ բորբոքային պրոցեսների սրացման, միզուկի արտաքին բացվածքի նեղացման եւ որոշ դեպքերում առնանդամի գլխիկի քաղցկեղի։ Ֆիմոզի բուժման եղանակներն են. Դեղորայքային բուժում, որը հնարավոր է նախնական փուլերում, երբ դեռ չկա ծայրային թլիպի սպիական կազմափոխում։ Սակայն եթե առկա է քրոնիկ բորբոքային գործընթացներ, ապա անհրաժեշտ է վիրահատական բուժում։ Կիրառվում են վիրահատական բուժման մի շարք եղանակներ, սակայն խնդրի հիմնովին լուծման համար կատարվում է թլպատում կամ ցիրկումցիզիա։ Վիրահատությունը տևում է ընդամենը 15-20 րոպե, որից 1 ժամ անց հիվանդը դուրս է գրվում տուն։ Եթե ունեք ֆիմոզ, ապա ժամանակին դիմեք բժշկի, ճշգրիտ ախտորոշման եւ բուժման համար, վերոնշյալ բարդություններից խուսափելու համար։